Քիչ առաջ դուրս եկա հանրային հեռուստաընկերության բանավեճից եւ նկատեցի, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ըստ ամենայնի աղբավայրը միտումնավոր է այրվել եւ որ պատճառները ըստ էության դավադիր են։ Ուզում եմ ասել, որ բացարձակ էական չի, ինչ որ մեկը այրելա թե ոչ, որովհետև ամբողջ ամառվա ընթացքում նաև պատահականությամբ բազմաթիվ դեպքերում այդ աղբավայրը այրվում էր եւ այս աղբավայրը այս հակասանիտարական վիճակում չի կարող պարզապես չայրվել տարատեսակ պատճառներով, լինի դա մարդածին, թե բնական միջավայրում։ Ինչու? Որովհետև այս աղբավայրը որևէ միջազգային ստանդարտի չի համապատասխանում։ Իսկ այս իշխանությունները 2018 թվականից քաղաքային իշխանությունը ստանձնելով, այդպես էլ չկարողացան նոր աղբավայր կառուցել, չնայած նրան, որ առկա էին դրա ֆինանսական եւ վարկային միջոցները, տապալեցին մրցույթը եւ առ այսօր չկա նոր աղբավայրը կամ գոնե դրա կառուցումը։ Մինչդեռ հարևան Վրաստանում արդեն 10 տարի եւ ավել գործում է մի այնպիսի աղբավայր, որից անգամ մեր հարևան Թիֆլիսը կարողանում է հոսանք ստանալ եւ ապահովել հարակից համայնքի ամբողջ էներգամատակարարումը։ Եվ մեր այսպիսի կառավարման պայմաններում, երբ կարող է հարց առաջանալ, թե ինչ որ մեկը կարող է արդյոք ներթափանցել աղբավայրի տարածք, թե ոչ, անգամ քննարկում է աբսուրդի ժանրից, էական չի դա։ Անմիջապես պետք էր անցնել նոր աղբավայրի կառուցմանը, ինչը չարեցին այս իշխանությունները։ Եվ դրանից հետո, եթե պարզվի, որ ինչ որ մեկը դիտավորությամբ այրել է, որում մասնակից են այլոտար պետություններ, եւ սա, ինչպես ասում են, սուվերենության խնդիր է, դրեք մի կողմ ընդհանրապես նման քննարկումները, որովհետեւ մեղավորը մեկն է, այս իշխանությունը, որ 18 թվականից սկսած ունենալով ամբողջ այդ նախագիծային չիրականացրեց եւ առ այս պահը շարունակում է այդպիսի վիճակում եւ աղետալի էկոլոգիապես աղետալի վիճակում պահել մեր մայրաքաղաքը, այլ մեղավորներ մի փնտրեք։